Սուրբ Պատարագի արարողությանը պատրաստում են նաև հոգևորականները։ Պատարագիչ քահանան անցնում է զշման կարգ, խոստովանություն է կատարում և ստանում թողություն, ներկայանում որպես նոր անձ, դառնալով Քրիստոսի օրինակը Սուրբ Խորանի վրա։ Պատարագիչ քահանայի զգեստները 8-ն են՝ սաղավարտ, շապիկ, փորուրար, գոտի, թաշկինակ, բասպան, վակաս և շուրջառ։ Սաղավարտը մարգարտազարդ գլխանոց է, որի գագաթին ամրացված է քառաթև խաչը։ Սաղավարտի 4 բոլորը պատկերված են Քրիստոսի փրկagorցական տնօրինության 4 գլխավոր դեպքերը՝ ծնունդը, մկրտությունը, հարությունը և համբարձումը։ Շապիկը, որի ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ ծնունդը և անմեղ կյանքը։ Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա։ Պատարագիչը գոտին կապում է փորուրարի վրայից։ Գոտին միևնույն ժամանակ Հիսուս Քրիստոսի ողջախոհության խորհուրդն ունի։ Գոտու վրա պատարագիչ քահանան կրում է նաև թաշկինակ կամ սրբիչ, որը հիմնականում ծառայում է պատարագչի ձեռքերը և սկիհը լվացումից հետո չորացնելու համար։ Բասպանները կոչկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա։ Վակասը պատարագչի ուսանոցն է, որը կիսափոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը թիկունքի կողմից։ Խորհրդանշում է մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց։ Վերջում քահանան իր ուսերին է գցում շուրջառը, որը խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատրաստվում է չարի նետերից և հարձակումներից։